Իմ օրերում ես ցանկացա լինել վսեմ եւ ինքնուրույն։ Իմ օրերում ես ցանկացա կյանքս զորել դրասին։ Իմ օրերում դժվար էր շատ լինել հաստատ ու մնայուն։ Իմ օրերում պատմությունն էր յուրաքանչյուր բառիս նայում։ Вечный Чаренц – пламенный певец страны Наири. Именно под таким названием 23 апреля в Доме культуры Российско-Армянского университета прошел творческий вечер, посвященный наследию. В зале царила особая атмосфера, зрители с трепетом ожидали начала мероприятия, и с первых минут стало ясно – внимание публики полностью приковано к сцене. С приветственным словом выступил ректор Российско-Армянского университета Эдвард Сандуян. Հայ դասականներին ճանաչեն խորությամբ հայեցիությունը եւ ընդհանրապես հայ լինելու պատիվը կրելու համար անհրաժեշտ է խորությամբ տիրապետել հայոց մշակույթը, գրականությունը եւ տվյալ դեպքում Չարենցը ես կարծում եմ, որ հայրենասիրության լավագույն տողերը, որը կարծում եմ բոլորս անգիր հիշում ենք ես իմ անուշ Հայաստանին, հա? Նվիրել է մեր ազգին, մեր ժողովրդին, հենց Եղիշե Չարենցը։ Ես իմ անուշ Հայաստանի արևական գառն եմ սիրում։ Մեր հին սազի ողբանվակ լացակումած լարն եմ սիրում։ Արնանման ծաղիկների ու վարդերի նույնը վարման, ու նայիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում։ Программа вечера объединила поэзию и музыку. Со сцены звучали стихи Чаренца, а также музыкальные номера в исполнении студентов и приглашенных артистов, создавая ощущение живого диалога с творчеством поэта. Of my motherland Armenia, its sun-soaked word I adore. Of our old morning sass, the deep moving string I adore. Моей Армении родной я слово зрелое люблю. Сажа залозный напев, струну надрывную люблю. Багряных роз, луговых цветов пьянящий аромат. И на рийских гордых дев я танец чувственно люблю. Amo el verbo soleado de mi dulce Armenia. Amo el matiz plañidero y lloroso de nuestra antigua viola. De ma douce Arménie, j'aime le monde pétri par le soleil. De navires sas la corde plaintive et déplorée. J'aime les fleurs vermeilles et le parfum en tasse de rose et des filles de Nairi, la danse agile et gracieuse. Ten υπάρχει άλλο παραμύθι για την κάρδια μου που λαχταράει. Δεν υπάρχει όπως το κουτσάκ. Δεν υπάρχει λευκή κορύφη σαν το Αραράτ. Σαν ένα ανεξιχνιάστο μόνο πίτι προς τη δόξα. Να αγαπώ τη λειτουργία μου. 私は愛しいアルメニアの甘い実が好き。古いサズの悲しく音が好き。花やバラの芳しい音が好き。アルメニアの娘たちの優雅な愛が好き。O ai moțin, ai de la menia, ai te wenlandru, ja yanman de yuan. O ai woman na kualam de sazatin, tana ai wan donai de tisien. O ai se mostra de huadao, current chao, de meigor de funfun. O ye ai nei li nu hai man, tin yoya dao dao. Մեր դարի ճակատը կրում է պոետներից մի քանիսի պայծառանունների դրոշմը։ Անգլիայում դա Կիպլինգն է, Ֆրանսիայում Ապոլիներ Էմիլիոարը, Գերմանիայում Ռիլկեն, Իսպանիայում Գարսիա Լորկան, Ռուսաստանում Մայակովսկին եւ Եսենինը, Հայաստանում Չարենցն ու Իսահակյանը։ Ես եմ նորից, դարերից եկած անհուն մի պոետ, Եղիշե Չարենց։ Նաիրի երկիր, քո երկիչը վար, օր ներքում պայծառ ու զավակը մեծ։ Ես եմ նորից, ոսկի երակը հնամյա ցեղիս,
իմ ջլաբազուկ, հաղթ ժողովրդի օղակը վերջին։ Երբեսին աշխարհը մտա ես տավով, սազով կանաչով, ինչ պիտի անի աշխարհում ես ամի տանճարը ասի։ Սակայն եմ խալխի քեֆերի ես անուշ տաղերս ասի, ամառվա մրգերի նման անուշ է քո բառը ասի։ Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տղուր, մենակ մնացի, ուզեցի թողնեմ հեռանամ, հպարտ է ու չար է ասի։ Ինչ ունեցել է ժողովուրդը քո հնում անցյալում լուսավորով է, ինչ ունի այսօր իր ցնոր գլխով ողջ ավակել եւ քեզ է տվել է, որ դու այդ ամենը այս սորերին խառնած խոր հավատքով լի բարձես գալիքից նորքին անհաս եւ միշտ մնաս մեծ ու սիրելի։ Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս, առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին պայծառ է նա, որպես մշտավոր գողփարոս վարվածերով անշեջ քարեր ունի։ Եվ վարպետներ խոնար ու հանճարեղ, հղկել են այն դարել որպես մարմար, և փայլել են ամերտ ինչպես բուրեղ, մերտ կոպտացել ինչպես լեռնային քար։ Ես ինչպես ես տոշեմ հայրենի հայ, հայ քարեր, հայ խաչեր, անգամ ծավեր հայ, ու հավերջ միանում Էմալե պրոֆիլը ձեր խակին տաչկերը բիլ, ես այսօր կուզեմ երկել, որպես միայնքայ դիլիլ, արդյոք որ վարպետը մեզ, հորենել է դեմքը ձեր, արդյոք որ ոգինտվեց, ձեր դեմքը լսա գծեր, կուզեր երկել կապել, և գողեր երբով անցիր, էմալե պրոֆիլը ձեր խակին տաչկերը բիլ։ Այսօր մեր փողոցով անցար, աչքերդ գինու թաս էին, մազերդ ոսկի ապրեշում, աչքերդ ալմաս էին, փողոցում կեցած մնացի, աչքերս պղտոր ու գինով, արևը խաղում էր վրետ, հակիտ շորերը խաս էին, մե աչքով վրես նայեցիր, ասի թե սիրով է էլի, կարմրագուն կրակի նման այտերդ կարմիր կաս էին, ասի թե ոտքերդ ընկնեմ, բայց տեղում կեցած մնացի, այտերիդ կարմիր կրակին, աչքերդ անմաս էին։ Իմ աչքերի մեջ այնքան կրակներ եմ մարել ես, և հոգուս մեջ հուսահատ այնքան աստղեր եմ մարել, կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանի ձեզ, կյանքս կանցնի, կմարի, բայց երկս կապրի դեր։ Կամաց, ոտքեր թողին, եկավ գնաց, նատերին, ձերքը շարժեց մեկ վար, ոտքը խփեց մերը, առաջ եկավ դժվար, ձերքը շարժեց մեկ վար, կամաց,
կբացվի վարդը, սիրեկանը էլի յարին կմնա, կփոխվին տարիքը, կփոխվի մարդը, բլբուլի երկնելի սարին կմնա, ուրիշ բլբուլ կգա կմտնե բաղը, ուրիշ աշուտ կասե աշխարի խաղը, ինչ որ ես չեմ ասե, նա կասե վաղը, օրերը ծուխ կլին, տարին կմնա, հազար վարդ կբացվի աշխարի մեջը, հազար սիրտ կխոցվի աշխարի մեջը, հազար աչք կթացվի աշխարի մեջը, էշխը կրակ կլի, արին կմնա, ուրիշ սրտի համար կհալվի խունգը, կբացվի Շուշանը, վարդերի տունկը, գոզալլած կլի, կընկնի արցունքը, երեսմանիս մարմար, քարին կմնա։ Չարենցը մեծ տեղ էր տալիս երիտասարդներին, երեխաներին, սկզբում իհարկե հետո երիտասարդներին, դե բնական է ինքն էլ էր երիտասարդ, որովհետև ապրեց 40 տարի, այսինքն որպես այդպիսին շատ չհասունացավ, չծերացավ, բայց այնուամենայնիվ լինելով այդքան երիտասարդ նա թողեց հսկայական ժառանգություն, որով այսօր կրթվում են սերունդներ։ Особую теплоту мероприятию придало присутствие внучки поэта Гуар Чаренц, которая поделилась личными воспоминаниями и малоизвестными фактами из семейной истории. Բայց Չարենցի համար հայրենասիրությունը արյան կանչ էր, ոգու թելադրանք։ Եվ իզուր չէ, որ նա գրել է մոլորակի վրա այս խայտաբղետ, աշխարհի սկզբից մինչև վախճանը, երևի առաջին ժողովուրդն ենք մենք, որ ուզենանք անգամ դավաճանել անկարող ենք փառքին մեր և պատմությանն անցած։ Հայ ժողովուրդը միշտ եղել է Չարենցի կողքին, նույնիսկ իր կենդանության ժամանակ, նրան շատ մեծարել են, շատ սիրել են, և Չարենցը գիտեր, որ ժողովուրդը միշտ լինելու է իր կողքին, ինչպես էլ գրեց։ Ես եմ հիմա մի պոետ և գնում եմ հաղթական դեպի դարերը նորից, դեպի վառվող պագան։ В течение всего вечера зрители с большим интересом следили за происходящим, многие снимали выступления на телефоны, стараясь сохранить самые яркие эмоциональные моменты. Организатором события выступила кафедра армянского языка и литературы Российско-Армянского университета.